Շնորհակալություն, խնդրեմ պարոն Թոմասյան։ Մի փոքր էլի պարզաբանենք, որ ավելի հստակ լինի, էլի։ Նախ սեփականության իրավունքով տրամադրվողի եւ անհատույց օգտագործման տրամադրվողի տարբերությունը։ Իմ կարծիքով առաջի տարբերությունը պետք է լինի այն, որ սեփականության իրավունքով տրամադրվողը հետո կարա ստացողի կողմից օտարվի, կլինի եկեղեցին, կլինի ՀԿ, կլինի ով կլինի։ Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ կպատասխանի ժամանակ, եթե չի կարող, իսկ անհատույց օգտագործմանի մասով հարց, արդյոք անհատույց օգտագործման տրվող հողերը, չեմ ուզում միայն առանձնացնեմ եկեղեցուն, էլ ում որ տրվեց, հստակ կա նպատակ, թե ինչի համար պետք է օգտագործվի հողը, որովհետև ես էլի չնշելով թե մեր որ կառույցը, ասում եմ, հող կլինի, սպորտ դպրոց կլինի, ինչ որ կլինի, ում որ տրվել է, իրանք պարտավորություն ունեն արդյոք այդ հողը ստանալուց ընդունելուց հետո այդ պարտավորությունները կատարել, կլինի դա ներդրումային բաներ, խոստումներ, ծրագրեր, թե կլինի, այսինքն մեկը պետք է ֆուտբոլի դաշտ կառուցի, մեկը մեկը, եթե չի օգտագործվում ըստ այդ նպատակային նշանակության, ինչ է լինում, ինձ ուղղակի հետաքրքիր է, շնորհակալություն։ Դուք իրավացի եք, անհատույց օգտագործման պարագայում, երբ տրամադրում է որոշակի նպատակի համար, դա ծառայեցնելու համար, երբ որ նպատակին չի ծառայում, այդ ժամանակ արդեն քաղաքական հարաբերությունները կարգավորվում, արդեն կարող են հետ վերցնել։ Օտարելու իրավունք չունի, անհատույց օգտագործման պարագայում, այո, սեփականության իրավունքը տրամադրել։ Սեփականության իրավունքը անձեռնամխելի իրավունք է եւ սեփականատերը գույքը կարա իր ուզած ձեւով Նվիրատվությունը կարող է։ Ինչ ուզի կան իր սեփականն է, իսկ անհատույց օգտագործումը չի կարող օտարի պետք է օգտագործի, էլի։